Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավման որոշումը որակավորված մեծամասնությամբ պարտադրելու փորձերը կխաթարեն համայնքի ներսում համերաշխությունը։ Հաղորդում է Եվրոակտիվ պորտալը, հղում անելով եվրոպացի դիվանագետներին եւ պաշտոնյաներին։ Ինչպես գրում է պորտալը, սա կխաթարի դաշինքի ներսում համերաշխությունը եւ ավելի կամրապնդի Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերի ներքաղաքական դիրքերը, ով դեմ էր այս որոշմանը եւ կստեղծեր աղետալի նախադեպ։ Այնպես որ Բելգիայի չափի ցանկացած անդամ պետություն կարող էր հայտնվել ավելի մեծ երկրների համեմատ անբարենպաստ վիճակում, եթե այն խոչընդոտեր ընդհանուր մեծամասնությանը։ Եվրոակտիվը նշում է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւ նրա կողմնակիցները բլեֆ են անում այս իրավիճակում, քանի որ եւ նա եւ ԵՄ ղեկավարությունը հասկանում են, որ Բելգիայի առանց ծրագրի իրականացումը կկորցնի ամբողջ սխեմայի լեգիտիմությունը, հատկապես հաշվի առնելով այնպիսի երկրների մտահոգությունները, ինչպիսիք են Իտալիան եւ Չեխիան։ Նույնիսկ եթե Բրյուսելը որոշի այս քայլին դիմել, դեռևս պարզ չէ կհնազանդվի Բելգիան, թե միջազգային դեպոզիտար Euroclear-ը, գրում է պորտալը։ Պոլիտիկոն նախկինում հաղորդել էր, որ ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային ռուսական սառեցված ակտիվներին հասանելիություն տրամադրելու հնարավորությունը, շրջանցելով Բելգիայի դիրքորոշումը։ Եվրամիությունը պետք է ծածկի Ուկրաինայի 2026-2027 թվականների ֆինանսավորման կարիքների 2/3-ը, որը կազմում է 137 միլիարդ եվրոից 90 միլիարդ եվրո։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դե Լեյենը, ելույթ ունենալով Եվրոխորհրդարանի անդամների առջև։ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով Ուկրաինային 2026-2027 թվականներին անհրաժեշտ է մոտավորապես 137 միլիարդ եվրո, եւ Եվրամիությունը պետք է ծածկի այդ գումարի 2/3-ը, 90 միլիարդ եվրոն, ասել է նա։ Եվրոպական հանձնաժողովը առաջարկեց երկու տարբերակ՝ մեկը հիմնված ռուսական ակտիվների վրա, մյուսը ԵՄ ընդհանուր վարկի վրա։ Մի բան հստակ է, մենք պետք է որոշում կայացնենք Ուկրաինային հաջորդ 2 տարիների համար ֆինանսավորելու վերաբերյալ միայն այս Եվրոպական խորհրդի նիստում։ ԵՄ գագաթնաժողով 10։ Եվ ԵՄ-ն արդեն կայացրել է շատ կարևոր որոշում։ Անցյալ շաբաթ մենք հաստատեցինք ռուսական ակտիվների անորոշ ժամկետով սառեցումը, ինչը վճռորոշ քայլ է ԵՄ-ի համար։ Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով ռուսական ակտիվները կմնան սառեցված մինչև ԵՄ-ն այլ որոշում կայացնի։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, այս մասին հայտնում է մեր գործակալությունը։ Ես կցանկանայի առանձին շնորհակալություն հայտնել իմ ռուսական գործընկերներին, Ռուսաստանի Դաշնությանը մեր միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումների ժամանակ ցուցաբերած աջակցության համար։ Մենք պետք է ձեզ հետ սերտ խորհրդակցություններ անցկացնենք հնարավոր ապագա իրադարձությունների վերաբերյալ, ասել է Արաղչին։ Նա նաև ընդգծել է, որ Թեհրանի եւ Մոսկվայի միջև հարաբերություններն օրեցօր խորանում են։ Արաղչիի խոսքով Ռուսաստանի հետ ունեն ընդհանուր դիրքորոշումներ շատ հարցերի շուրջ, հավելելով, որ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության պայմաններում իրենց դիրքորոշումները նույնն են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դիմավորել Պալմիրայում կրակոցների ժամանակ զոհված ամերիկացի զինծառայողների մարմինները տեղափոխող ինքնաթիռը։ Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ Նախագահ Թրամփը կմեկնի Դովերի ռազմաօդային բազա զոհերի ընտանիքների հետ հանդիպելու եւ նրանց մարմինները ստանալու այստեղ տանը, ասել է Լիվիթը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Պենտագոնը, 2 ամերիկացի զինվոր եւ 1 ամերիկացի թարգմանիչ են զոհվել Սիրիայի Հոմս նահանգի կենտրոնական մասում գտնվող Պալմիրա քաղաքի մոտակայքում։ Ամերիկյան կողմի պնդմամբ նրանք աջակցություն են ցուցաբերել տարածաշրջանում իսլամական պետության ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններին։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը X-ում նշել է, որ հարձակման հեղինակը սպանվել է գործընկեր ուժերի կողմից։ Սիրիա հեռուստաընկերությունը հղում անելով աղբյուրին նաև հաղորդել է, որ Պալմիրայի մոտակայքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 1 սիրիացի անվտանգության աշխատակից, իսկ 3 ամերիկացի զինծառայող վիրավորվել է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին իր պաշտոնը ստանձնելուց ի վեր ավելի շատ գործադիր հրամանագրեր է ստորագրել, քան իր առաջին նախագահական ժամկետի ամբողջ 4 տարիների ընթացքում, հաղորդել է The Washington Post-ը։ Նշվում է, որ դեկտեմբերի 15-ին Թրամփի կողմից ստորագրված օփիոիդային ֆենտանիլը որպես զանգվածային ոչնչացման զենք ճանաչելու մասին գործադիր հրամանագիրը նրա պաշտոնը ստանձնելուց ի վեր 221-րդն է։ Իր առաջ ժամկետի ընթացքում 2017-ից 2021 թվականներին Թրամփը ստորագրել է 220 գործադիր հրամանագիր, իսկ երկրորդ նախագահության 1 տարուց էլ պակաս ժամանակահատվածում Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագրեր, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների, այդ թվում տնտեսությանը, իրավունքին եւ մշակույթին։ Թերթը նշում է, որ դրանց գրեթե 1/4-ը վերաբերում է տնտեսությանը եւ առևտրային քաղաքականությանը։ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանոր Սթիվ Ուիկոֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի անդամ է եւ բանակցություններում կիրականացնի ԱՄՆ առաջնորդի գիծը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պարոն Ուիկոֆը Թրամփի թիմի անդամ է եւ նա ըստ էության իրականացնում է իր նախագահի գիծը, լրագրողներին ասել է Պեսկովը։ Կրեմլը այս շաբաթ չի սպասում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանոր Սթիվեն Ուիտկոֆի այցին, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ոչ, սա այս շաբաթ նախատեսված չէ, պատասխանել է Կրեմլի խոսնակը հարցին, թե արդյոք ամերիկացի
առաջնորդի հատուկ ներկայացուցչի այս շաբաթ այցը Ռուսաստան սպասվում է։ Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբականակը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն կուղարկվի Սոկարի կողմից արտադրված AI-95 բենզինի 22 երկաթուղային վագոն։ Համաձայնությունը ձեռք է բերվել փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի եւ Մհեր Գրիգորյանի միջև նոյեմբերի 28-ին Գաբալայում կայացած հանդիպման ժամանակ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթով Փաշինյանին հանդիպած 10 եպիսկոպոսները հայտարարություն են տարածել, որտեղ նշվում է, որ այսօր 17:00-ին կգնան Մայրաթոռ ամենայն հայոց կաթողիկոսի հեռանալու պահանջով։ Նրանք հրավիրում են քաղաքացիներին գնալ իրենց միանալ, որպեսզի իրենց խոսքերով վեհափառ հայրապետին հանգստի կոչելու պահանջով միանան իրենց։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին այսօր կրկին հարցաքննության են հրավիրել։ Լրագրողների հետ զրույցում Շահրամանյանն ասել է, որ իր զինվորական քննչական մարմնում հարցաքննվելը հիմնականում կապված է 2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունների, ռազմական գործողությունների եւ դրա հետևանքների հետ։ Հաշվի առնելով նախաքննության գաղտնիքը, այս պահին չեմ կարող հրապարակել, թե ինչ հարցեր են բարձրացվում։ Ես երբևէ չեմ խուսափել ներկայանալ վարույթ իրականացնող մարմիններ եւ տալ հարցերի պատասխանները, ասել է Սամվել Շահրամանյանը։ Նա նշել է, թե այսօր վկայի կարգավիճակով է հարցաքննվել։ Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե իր նկատմամբ նոր մեղադրանք են առաջադրելու եւ հնարավոր է որպես խափանման միջոց կալանք ընտրվի, Սամվել Շահրամանյանը չի ցանկացել մեկնաբանել։ Մայրաթոռ Սուրբ Էջմիածինն իր խորը մտահոգությունն է հայտնել 10 եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով, որում ասվում է. Մայրաթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած սրբազան հայրերին։ Պետք է դրսևորել պատասխանատվություն զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից եւ գործել բացառապես եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները եւ հայտնի կեղծորակարգով հակառակություններ սերմանել եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ, խաթարելով հայոց հոգևոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը։ Մայրաթոռը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն եւ չտրվել նմանսադրիչ հայտարարությունների ազդեցությանը։ Մայրաթոռ ուղվելիք ձեր քայլերը, սիրելի ժողովուրդ, թող դրսևորումը լինեն միմիայն աղոթքի, համերաշխության ու միասնականության։ Սուրբ Էջմիածնի անցասանությունը ձեր հավատարմությունն է առ հայրենին եւ առ մեր Սուրբ եկեղեցին, նշված է Մայրաթոռի հայտարարության մեջ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարծիք է հայտնել, որ Ավստրալիայի իշխանությունները բավարար միջոցներ չեն ձեռնարկում ահաբեկչության եւ հակասեմականության դեմ պայքարի համար եւ պահանջել է անհապաղ շտկել դա։ Այս հայտարարությունն արել է նա դեկտեմբերի 14-ին Սիդնեյում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով տուժած ավստրալացի հրեաների հետ զրույցի ժամանակ, հաղորդում է վարչապետի գրասենյակը։ Վարչապետը նշել է, որ այս հանցավոր գործողությունները հետևանք են լայնածավալ հակասեմիտիզմի, Ավստրալիայի իշխանությունների եւ կառավարության անողնաշար քաղաքականության ֆոնին, որոնք պետք է անհապաղ օգտագործեն բոլոր հասանելի գործիքները ահաբեկչությունը վերացնելու եւ հրեական համայնքների անվտանգությունը վերականգնելու համար։ Վարչապետը շեշտել է, որ Իսրայելի պետությունը աջակցում է Ավստրալիայի հրեական համայնքին եւ կոչ է արել նաեւ աջակցել Խաբադի պատվիրակներին եւ Ավստրալիայի հրեաներին, ասվում է հայտարարության մեջ։ Գերմանացի նախկին դիվանագետ եւ Մյունխենի անվտանգության համաժողովի նախկին նախագահ Վոլֆգանգ Իշինգերը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղությունը շուտով չի հաստատվի, չնայած բանակցություններում ձեռք բերված առաջընթացին։ Նրա խոսքերը մեջբերել է RND-ին։ Հրաշք կլիներ, եթե այս Բերլինի համաձայնագիրը ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ Եվրոպայի միջև բանակցությունները ուղղակիորեն հանգեցներ Ռուսաստանի հետ խաղաղության կամ հրադադարի, ասել է Իշինգերը։ Նա պատրաստակամություն է հայտնել խաղադրույք կատարել, որ Մոսկվան չի համաձայնի փաստաթղթերում նշված պայմաններին։ Ռուսաստանը կկրկնի իր սկզբնական պահանջները եւ կձգձգի հակամարտությունը, ասել է փորձագետը։ Հաքերները պնդում են, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության համակարգերի վրա կիբերհարձակման արդյունքում գողացել են ավելի քան 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ։ Այս մասին հաղորդում է Ֆիգարո թերթը, հղում անելով հարձակվողների հրապարակումներին։ Անցյալ շաբաթ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունյեսը հաստատել է կիբերհարձակումը եւ հարձակվողների մուտքը նախարարության մի քանի ներքին ֆայլեր։ Նա սակայն նշել է, որ համակարգերի լուրջ խախտման նշաններ չեն հայտնաբերվել։ Այնուամենայնիվ, Beach Forums քրեական ֆորումում գրառում կատարած հաքերները պնդում են, որ կոտրել են ներքին գործերի նախարարության համակարգերը եւ մուտք են գործել 16.444.373 մարդու տվյալներին։ Նրանք պնդում են, որ դա ներառում է ոչ միայն էլեկտրոնային փոստի սերվերներ, այլև ոստիկանության գրանցամատյաններ։
ՄԱԿ-ը խիստ քննադատության է ենթարկել Ուկրաինայի իշխանությունների գործողությունները կրոնի վերաբերյալ։ Իր զեկույցում կազմակերպությունը դատապարտել է այն օրենքը, որը թույլ է տալիս արգելել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին։ ՄԱԿ-ի փաստաթղթում հատուկ ընդգծվում է, որ կրոնական կազմակերպության միայն պատմական կամ կանոնիկ կապը օտարերկրյա կենտրոնի հետ չի կարող լինել դրա արգելման իրավական հիմք։ Նոյեմբերին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ 2022 թվականի փետրվարից ի վեր կանոնիկ ՈՒԵ-ի քահանաների դեմ հարուցվել է ավելի քան 200 քրեական գործ։ Գործերով մեղադրյալների թվում են 27 բարձրաստիճան եկեղեցական պաշտոնյաներ, այդ թվում մետրոպոլիտներ եւ arczepiskoposներ։ Նրանք կասկածվում են Ռուսաստանի օգտին աշխատելու մեջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոստովանել է, որ Ռուսաստանը կարող է ձգտել վերահսկողություն հաստատել ամբողջ Ուկրաինայի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Vanity Fair-ի լրագրող Քրիս Ուիփլը, որը պատմել է իր զրույցի մասին։ Լրագրողի խոսքով Ռուբիոյի հետ զրույցը տեղի ունեցել դեռևս հոկտեմբերին։ Այդ ժամանակ Ուիփլը հարցրել է, թե արդյոք պետքարտուղարը համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն գնահատականի հետ, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը թիրախավորում է ամբողջ Ուկրաինան։ Ի պատասխան պետքարտուղարը նշել է, որ բանակցություններում քվեարկվել են այնպիսի տարբերակներ, որոնք կներառեին հակամարտության դադարեցումը ներկայիս առաջնագծի երկայնքով։ Ռուբիոն մանրամասնել է, որ նման առաջարկները կենթադրեին, որ Ռուսաստանը կպահպանի զգալի տարածքներ, այդ թվում Ղրիմը, որը գտնվում է իր վերահսկողության տակ 2014 թվականից։ Սակայն նրա խոսքով Մոսկվան մերժել է այդ տարբերակները, ինչը կասկածներ է առաջացնում Ռուսաստանի նպատակների սահմանափակ շրջանակի վերաբերյալ։ Վրաստանի խորհրդարանը երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է վերացնել Վրաստանի կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն, որը ստեղծվել է Եվրամիության առաջարկությունների համաձայն։ Քվեարկությունը ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Քվեարկության ընթացքում 77 падգամավոր քվեարկել է օրինագծի օգտին, որն ուղարկվել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին ստորագրման համար։ Դրանից հետո գործակալությունը նախատեսվում է դադարեցնել գործունեությունը 2026 թվականի մարտի 2-ին եւ դրա գործառույթները կփոխանցվեն պետական աուդիտի ծառայությանը։ Վրաստանի կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն ստեղծվել է 2022 թվականի վերջին ԵՄ առաջարկությամբ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Ռուսաստանը հաղթել է եւ ամուր կերպով պահպանում է ռազմավարական նախաձեռնությունը մարտական շփման ողջ գծի երկայնքով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ, հաղորդում է Կրեմլի Տելեգրամ ալիքը։ Նրա խոսքով ռուսական կողմը ջախջախում է թշնամուն, այդ թվում Ուկրաինայի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներին, որոնք մարտական պատրաստություն են անցել արևմտյան ռազմական կենտրոններում։ Պետության ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանի զինված ուժերն ունեն Ուկրաինայում հատուկ գործողության ռազմավարական կարևոր տարածքներում իրենց հարձակման տեմպը բարձրացնելու կարողություն։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը հպարտանում է առաջնագծում կռվող իր զինծառայողների եւ սպաների սխրանքներով։ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան այցելի Հայաստան հաղորդել է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը։ Կայքի համաձայն գլխավոր քարտուղարի տեղակալը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Մհեր Մելքոնյանը, Գառնիկ Դանիելյանն ու Գեղամ Մանուկյանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն են ներկայացրել դատարան։ Նրանց է միացել նաև դերասան Լևոն Հարությունյանը։ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել 3 ամսով։ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ այսօր մեկնարկած դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց երկարաձգել կալանքի ժամկետը, քանի որ ըստ դատախազության ավելի վաղ կիրառված խափանման միջոց կալանքի հիմքերը շարունակում են պահպանվել։ Երևանում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 24-րդ նիստը։ Միջկառավարական հանձնաժողովի համանախագահները քննարկել են 2024 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած հանձնաժողովի 23-րդ նիստի որոշումների կատարման արդյունքները։ Վերլուծվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրատնտեսական եւ մշակութային հումանիտար հարաբերությունների ողջ համալիրը, ինչպես նաև սահմանվել են երկկողմ եւ բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հետագա քայլերը։ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վինսենտ Մագվենյայի խոսքով հարավաֆրիկյան կառավարությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ պատերազմական գոտում ծառայող իր 17 զինծառայողներին հայրենիք վերադարձնելու համար, գրում է The Guardian-ը։ Նրանք գտնվում են վտանգավոր իրավիճակում։ Նրանց կյանքը լուրջ վտանգի տակ է, ասել է նա, նշելով, որ հարավաֆրիկյան իշխանությունները խորհուրդ են խնդրում Ռուսաստանից եւ Ուկրաինայից իրենց զինվորներին փրկելու վերաբերյալ։
Մագվենյան հավելել է, որ հարավաֆրիկյան քաղաքացիները սխալմամբ ներքաշվել են մարտական գործողությունների մեջ։ Նա ընդգծել է, որ հարավաֆրիկյան կառավարությունը ներկայումս առավելագույն ուշադրություն է դարձնում այս հարցին։ Ադրբեջանը Վրաստանի հատուկ բարեկամն է եւ երկու կառավարությունները զարգացրել են բացառիկ բարեկամական հարաբերություններ։ Արմիա ազի փոխանցման այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Մեզ համար կարևոր են ադրբեջանական եւ հայկական կողմերի շահերը։ Մենք նույնպես ունենք մեր սեփական շահերը եւ ես կարծում եմ, որ բանակցությունների արդյունքների հիման վրա մենք հեշտությամբ կգտնենք լավագույն լուծումը, որը կծառայի երեք երկրների շահերին, ասել է Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետը հավելել է, որ կողմերը բանակցություններ են վարում նաև հարավային Գազայի միջանցքի շուրջ։ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունները լավատեսության հիմք են տալիս եւ վրացական կողմը հույս ունի փոխշահավետ համաձայնության հասնել, եզրափակել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի հունվարի 1-ից Միացյալ Նահանգներ մուտքի լիակատար արգելք է սահմանել եւս 7 պետությունների քաղաքացիների համար։ Այս մասին հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Արգելքը սահմանվել է Բուրկինա Ֆասոյի, Մալի, Նիգերի, Հարավային Սուդանի եւ Սիրիայի քաղաքացիների համար։ Հրամանագիրը նաեւ նախատեսում է ԱՄՆ մուտքի արգելք եւ սահմանափակումներ այն անձանց համար, ովքեր ճանապարհորդում են Պաղեստինի ինքնավարության փաստաթղթերով։ Մուտքի լիակատար արգելք է սահմանվել նաև Լաոսի եւ Սիերա Լեոնեի քաղաքացիների համար, որոնց նկատմամբ նախկինում գործում էին մասնակի սահմանափակումներ։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Թրամփը ուժի մեջ է թողել ԱՄՆ մուտքի արգելքը Աֆղանստանի, Հայիթիի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Մյանմարի, Կոնգոյի Հանրապետության, Սոմալիի, Սուդանի, Չադի, Հասարակածային Գվինեայի եւ Էրիթրեայի քաղաքացիների համար։ Բացի այդ, մուտքի մասնակի սահմանափակումներ են կիրառվում Անգոլայի, Անտիգուայի եւ Բարբուդայի, Բենիի, Կոտ d'Ivoire, Դոմինիկայի, Գաբոնի, Գաբիայի, Մալավիայի, Մավրիտանիայի, Նիգերիայի, Սենեգալի, Տանզանիայի, Տոնգանիայի եւ Զիմբաբվեի քաղաքացիների համար։ Սահմանափակումները մասամբ մեղմացվել են Թուրքմենստանի նկատմամբ։ Այժմ Միացյալ Նահանգներն այդ երկրի քաղաքացիների համար մուտքը թույլատրում է ոչ ներգաղթային այցեգրերով։ Եվ Եմեն արդեն կայացրել է շատ կարևոր որոշում։ Անցյալ շաբաթ մենք հաստատեցինք ռուսական ակտիվների անորոշ ժամկետով սառեցումը, ինչը վճռորոշ քայլ է ԵՄ-ի համար։ Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով ռուսական ակտիվները կմնան սառեցված մինչև Եմեն այլ որոշում կայացնի։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան դեկտեմբերի 18-ին կայցելի Հայաստան, այս մասին նշված է Հյուսիսատլանտյան դաշինքի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Շեկերինսկան նաև կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մոսկվայում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ նամակ է գրել նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի սառեցված ակտիվների առգրավման վերաբերյալ Մոսկվայի արձագանքի մասին, մեջբերում է Մանդիները։ Օրբանը նշել է, որ հետաքրքրվել է արձագանքով եւ այն մասին, թե արդյոք այս հարցում հաշվի կառնվեն ԵՄ առանձին անդամ պետությունների քվեարկությունները։ Նա ասել է, որ ստացել է պատասխան, որ Ռուսաստանը վճռականորեն կարձագանքի, բայց հաշվի կառնի առանձին երկրների քվեարկությունները։ Հունգարիայի վարչապետը կրկին հայտարարել է ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվների օգտագործման դեմ, քանի որ դա կհանգեցնի էսկալացիայի նոր մակարդակի։ Եվրամիությունը քննարկում է առանց Բելգիայի աջակցության ռուսական սառեցված ակտիվները բռնագրավելու որոշման հնարավորությունը, հաղորդում է Պոլիտիկոն։ Հրատարակումը նշում է, որ Եվրահանձնաժողովի ռուսական ակտիվներն օգտագործելու ծրագիրը դիմադրության է հանդիպում այն երկրի կողմից, որտեղ գտնվում են դրանց մեծ մասը։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի մի քանի դաշնակիցներ պատրաստ են գործել առանց Բելգիայի։ Այնուամենայնիվ, որոշ դիվանագետներ զգուշացնում են նման քայլի ռիսկերի մասին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիան աջակցել է Բելգիային, Մալթային եւ Բուլղարիային ԵՄ-ի կողմից Ուկրաինա սառեցված ռուսական ակտիվները ուղարկելու ծրագրին դեմ լինելու հարցում։ Ուկրաինան քննարկում է երկրի վերակառուցման համար առանձին հարկի ներդրման հարցը։ Այս մասին Forbes Ukraine-ին տրված հարցազրույցում հայտարարել է համայնքների եւ տարածքային զարգացման փոխնախարար Ալյոնա Շկրումը։ Ապագայում վերակառուցման հիմնադրամը կարող է ֆինանսավորվել առանձին հարկով, ասել է նա, հավելելով, որ հարկը չի նախատեսվում մտցնել մինչև ռազմական գործողությունների ավարտը։ Փոխնախարարի խոսքով ներկայումս հիմնական խնդիրը վերակառուցման հիմնադրամի ստեղծումն է Ուկրաինայի ենթակառուցվածքների եւ տնտեսության վերականգնման նպատակով միջոցներ կուտակելու
վաստակելու համար։ Նա նշել է, որ դրամաշնորհները բավարարում են երկրի կարիքների միայն 5-ից 10% եւ արկա վարկերը պետք է մարվեն ապագայում։ Իր հերթին Գերագույն Ռադայի հարկային կոմիտեի ղեկավար Դանիլո Հետմանցևը հայտարարել է, որ նման նախաձեռնություն չի քննարկվում։ Չինաստանը դեմ է Եվրամիության կողմից առեցված ռուսական ակտիվների օգտագործմանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցյակունը, գրում է ՏԱՍՍ-ը։ Չինաստանը հետևողականորեն դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք խախտում են միջազգային իրավունքը եւ չեն հաստատվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, ասել է դիվանագետը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիան աջակցել է Բելգիային, Մալթային եւ Բուլղարիային ԵՄ-ի կողմից Ուկրաինային սառեցված ռուսական ակտիվները փոխանցելու ծրագրին դեմ լինելու հարցում։ Եվրամեդիա 24-ի տեղեկություններով այսօր պաշտոնանք կալվի Շիրակի մարզպետ ՔՊԱ-կան Դավիթ Արուշանյանը։ Մարզպետը առավոտից կանչվել է Հայաստանի Հանրապետության կառավարություն։ Ըստ նույն աղբյուրի կուտակված զարույթի հիմնական պատճառը մարզպետի տեղակալին առնչվող աղմկահարույց միջադեպն է, մասնավորապես Գոր Սարոյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի դեպքը եւ մարզպետի կողմից վերջինիս պաշտոնանք չանելը։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի խորհրդական Գոր Սարոյանն ու նրա սանիկ Արտյոմ Հովանիսյանը ոչ սթափ վիճակում Գյումրու ու Մայրի ոստիկանության բարեկային ծառայության աշխատակցի էին ծեծի ենթարկել։ Բարեկը կանգնեցրել էր Գոր Սարոյանի հարազատին պատկանող ավտոմեքենան խախտման պատճառով, որի հետևանքով տեղի էր ունեցել միջադեպը։ Ոստիկան սանիկ Արտյոմ Հովանիսյանն անմիջապես ազատվել էր աշխատանքից, իսկ դեպքի փաստաթղթերն ուղարկվել էին գլխավոր դատախազություն։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում։ Ազգային ժողովը 64 կողմ 0 դեմ 7 ձեռնպահ ձայներով ընդունել է համապատասխան օրենքների փոփոխությունների փաթեթը, որը ազգային ժողովի քննարկման էր ներկայացվել անհետաձգելի կարգով։ Այս ստորաբաժանման ուժերով իրականացվելու է նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների անվտանգության ապահովումը։ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված եւ անհետ կորած անձանց հարազատները պահանջում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակային դարձնել։ Հարազատներն իրենց պահանջագիր դիմումով ստորագրահավաք են անցկացրել ազգային ժողովի շենքի մոտ, որից հետո պահանջագիրը կներկայացնեն ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Պատերազմից 4 տարի անց 195 մարդ, այդ թվում 2 տասնյակ խաղաղ բնակիչ անհետ կորած է համարվում։ Բաքվում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը Լինդա Էուլջեքչյանն դիմել է Ադրբեջանի նախագահի կնոջը Մեհրիբան Ալիևային խնդրելով ներում շնորհել ամուսնուն։ Համապատասխան նամակը սոցիալական ցանցում, որն ուղղել է դեռևս օգոստոսի 1-ին։ Դիմում եմ ձեզ ոչ միայն որպես Ադրբեջանի առաջին փոխնախագահ, այլև որպես կին, մայր եւ դուստր։ Ես Վիգեն Էուլջեքչյանի կինն եմ, որն արդեն 5 տարի է Ադրբեջանում անազատության մեջ է։ Թեև Վիգենը արժանապատվորեն դիմանում է իր բանտարկությանը, բայց նրա բացակայությունը ցավալի դատարկություն է թողնում մեր ընտանիքում։ Նրա մայրը մահացավ, երբ հնաճաղերի հետևում էր, նրան մերժեցին ողբալու թաղելու իրավունքից։ Այժմ էլ իմ մայրը Վիգենի զոքանչը քաղցկեղի վերջին ծանր փուլում է, մայրս կամ չի խոսում, կամ երբեմն Վիգենի անունն է շշնջում։ Սրտից խորքից խնդրում եմ ձեզ, օգնեք մեզ։ Թող նա վերադառնա տուն, թող նա կարողանա պատվել այն, ինչ դեռ մնացել է, թող նա կրի այն կնոջ ժառանգությունը, որը գուցե չապրի տեսնելու նրա ազատությունը, նշել է Լինդան։ Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավման որոշումը որակավորված մեծամասնությամբ պարտադրելու փորձերը կխաթարեն համայնքի ներսում համերաշխությունը։ Հաղորդում է Եվրոակտիվ պորտալը, հղում անելով եվրոպացի դիվանագետներին եւ պաշտոնյաներին։ Ինչպես գրում է պորտալը, սա կխաթարի դաշինքի ներսում համերաշխությունը եւ ավելի կամրապնդի Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերի ներքաղաքական դիրքերը, ով դեմ էր այս որոշմանը եւ կստեղծեր աղետալի նախադեպ։ Այնպես որ Բելգիայի չափի ցանկացած անդամ պետություն կարող էր հայտնվել ավելի մեծ երկրների համեմատ անբարենպաստ վիճակում, եթե այն խոչընդոտեր ընդհանուր մեծամասնությանը։ Եվրոակտիվը նշում է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւ նրա կողմնակիցները բլեֆ են անում այս իրավիճակում, քանի որ եւ նա եւ ԵՄ ղեկավարությունը հասկանում են, որ Բելգիայի առանց ծրագրի իրականացումը կկորցնի ամբողջ սխեմայի լեգիտիմությունը, հատկապես հաշվի առնելով այնպիսի երկրներ Իտալիան եւ Չեխիան։ Նույնիսկ եթե Բրյուսելը որոշի այս քալին դիմել, դեռևս պարզ չէ կհնազանդվի Բելգիան, թե միջազգային դեպոզիտար Euroclear-ը, գրում է պորտալը։ Պոլիտիկոն նախկինում հաղորդել էր, որ ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային ռուսական սառեցված ակտիվներին հասանելիություն տրամադրելու հնարավորությունը, շրջանցելով Բելգիայի դիրքորոշումը։
Եվրամիությունը պետք է ծածկի Ուկրաինայի 2026-2027 թվականների ֆինանսավորման կարիքների 2/3-ը, որը կազմում է 137 միլիարդ եվրոից 90 միլիարդ եվրո։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ելույթ ունենալով Եվրոխորհրդարանի անդամների առջև։ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով Ուկրաինային 2026-2027 թվականներին անհրաժեշտ է մոտավորապես 137 միլիարդ եվրո, եւ Եվրամիությունը պետք է ծածկի այդ գումարի 2/3-ը 90 միլիարդ եվրոն, ասել է նա։ Եվրոպական հանձնաժողովը առաջարկեց երկու տարբերակ՝ մեկը հիմնված ռուսական ակտիվների վրա, մյուսը ԵՄ ընդհանուր վարկի վրա։ Մի բան հստակ է, մենք պետք է որոշում կայացնենք Ուկրաինային հաջորդ 2 տարիների համար ֆինանսավորելու վերաբերյալ միայն այս Եվրոպական խորհրդին Խարար Սերգեյ Լավրովի հետ այս մասին հայտնում է մեր գործակալությունը։ Ես կցանկանայի առանձին շնորհակալություն հայտնել իմ ռուսական գործընկերներին, Ռուսաստանի Դաշնությանը մեր միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումների ժամանակ ցուցաբերած աջակցության համար։ Մենք պետք է ձեզ հետ սերտ խորհրդակցություններ անցկացնենք հնարավոր ապագա իրադարձությունների վերաբերյալ, ասել է Արաքչին։ Նա նաև ընդգծել է, որ Թեհրանի եւ Մոսկվայի միջև հարաբերություններն օրեցօր խորանում են։ Արաքչիի խոսքով Ռուսաստանի հետ ունեն ընդհանուր դիրքորոշումներ շատ հարցերի շուրջ, հավելելով, որ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության պայմաններում իրենց դիրքորոշումները նույնն են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դիմավորել Պալմիրայում կրակոցների ժամանակ զոհված ամերիկացի զինծառայողների մարմինները տեղափոխող ինքնաթիռը։ Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ Նախագահ Թրամփը կմեկնի Դովերի ռազմաօդային բազա զոհերի ընտանիքների հետ հանդիպելու տանը, ասել է Լիվիթը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Պենտագոնը, 2 ամերիկացի զինվոր եւ 1 ամերիկացի թարգմանիչ են զոհվել Սիրիայի Հոմս նահանգի կենտրոնական մասում գտնվող Պալմիրա քաղաքի մոտակայքում։ Ամերիկյան կողմի պնդմամբ նրանք աջակցություն են ցուցաբերել տարածաշրջանում իսլամական պետության ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններին։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը X-ում նշել է, որ հարձակման հեղինակը սպանվել է գործընկեր ուժերի կողմից։ Սիրիա հերոստանգերությունը հղում անելով աղբյուրին նաև հաղորդել է, որ Պալմիրայի մոտակայքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 1 սիրիացի անվտանգության աշխատակից, իսկ 3 ամերիկացի զինծառայող վիրավորվել է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին իր պաշտոնը ստանձնելուց ի վեր ավելի շատ գործադիր հրամանագրեր է ստորագրել, քան իր առաջին նախագահական ժամկետի ամբողջ 4 տարիների ընթացքում, հաղորդել է The Washington Post-ը։ Նշվում է, որ դեկտեմբերի 15-ին Թրամփի կողմից ստորագրված օփիոիդային ֆենտանիլը որպես զանգվածային ոչնչացման զենք ճանաչելու մասին գործադիր հրամանագիրը նրա պաշտոնը ստանձնելուց ի վեր 221-րդն է։ Իր առաջ ժամկետի ընթացքում 2017-ից 2021 թվականներին Թրամփը ստորագրել է 220 գործադիր հրամանագիր, իսկ երկրորդ նախագահության 1 տարուց էլ պակաս ժամանակահատվածում Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հանդիպել է 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած մի շարք կուսակցականների հետ։ ԿՊԱ-ական падգամավոր Հայկ Սարգսյանը դուրս է մնացել 2026 թվականի ընտրություններում ԿՊ-ի նախընտրական ցուցակից։ Լրագրողների հետ զրույցում Հայկ Սարգսյանն ասել է, որ բողոքարկելու է ԿՊ վարչության որոշումը։ Կարճ քննարկման արդյունքում ինձ տեղեկացրել են, որ վարչությունը որոշել է մերժել իմ առաջադրումը։ Այս պահին ես ունեմ 2 ճանապարհ։ Առաջինը գնալ տուն եւ չլինել հաջորդ ցուցակում, եւ երկրորդ բողոքարկել վարչության որոշումը, իրացնելով իմ իրավունքները։ Ես ընտրել եմ երկրորդ ճանապարհը, բողոքարկելու եմ վարչության որոշումը։ Ես սա անում եմ նաև վարչապետ եւ իմ գաղափարակից ընկեր Նիկոլ Փաշինյանի համար։ Կարող է դա բարձր հնչի, բայց ես այդպես եմ արտահայտվում, որովհետեւ ես 2006 թվականից ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին եւ տարբեր ակցիաների եմ մասնակցել 2006 թվականից, երբ 14 տարեկան էի, նշել է Հայկ Սարգսյանը։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում դեկտեմբերի 17-ից 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 17-ից 3-ը 18-ից 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 19-ից 21-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի գիշերը կնվազի 2-ից 4 աստիճանով։